Սիրելի հեռուստադիտող բարեկամներ, ողջունում ենք բոլորիդ Տեր Հիսուսի պատվական անունով։ Այսօր մենք պիտի խոսենք ջրի կենարար լինելու մասին եւ մանավանդ պիտի քննենք հոգեվոր խորհուրդները, հոգեվոր ջուրը, որ իրական կյանք է տալիս։ Եվ այդ մասին Տեր Հիսուս խոսեց։ Այսօր մենք հյուր ունենք, հյուր ասում ենք, բայց պայմանական ձևով, որովհետև այս անձնավորությունը մեր հաղորդումների մեջ բազմիցս մասնակցություն է բերել եւ բոլորդ նրան շատ լավ ճանաչում եք։ Հայտնի գիտնական գնել եղբայր Դուրյանը ինքը գտնում է բավական հեռավորության վրա այստեղից իր առանձնատանը Կոլորադո նահանգում։ Գնել եղբայր, խնդրում եմ ձեր ողջունները մեր հեռուստադիտողներին։ Այո, ես ալ ողջունեմ ձեզ։ Մեր Indian Hills գոչված արվարձանեն, որ Դենվերից կեշամ հերու է, այսինքն լեռներու վրա ենք շատ գեղեցիկ դեսարաններ ունենք մեր դան մոտ, թեև հերու ենք, երբ որ կիլոմետրով հաշվենք, բայց քանի որ այս սիստեմը օգտագործենք Skype-ի, այդ հեռավորությունը բոլորովին կանհետանա։ Ուրեմն ես ուրախ եմ մասնակցելու այս նյութին շուրջ։ Տեխնիկական միջոցների զարգացումը թեև իր հետ միասին բավական բացասական երևույթներ է բերել, բայց այս պարագային Աստված դարձնում է բարի գործակից եւ այն մենք գործածում ենք Աստծո փառքի համար, իր խոսքը մատակարարելու համար։ Ամեն։ Վերջի անգամ, որ խոսում ենք միասին սիրելի եղբայր, փափակ հայտնեցիր, որ այս նյութի մասին խոսենք, որովհետեւ շատ կարևոր մի նյութ է եւ գիտական դու հետազոտություններ ես արել եւ բավական հարուստ նյութ ունես այսօր մեր հեռուստադիտողներին փոխանցելու համար։ Պիտի խոսենք ջրի մասին։ Սերներ, գիտեք, ջուրը որքան կարևոր մի նյութ է։ Մեր մարմնի 80-ից 90%-ը կազմում է հեղուկը եւ եթե մի մարդ 2-3 օր ջուր չխմի, մահվան վտանգ կա կախված նրա վրա։ Նաեւ ջուրը շատ յուրահատկություններ, առանձնահատկություններ ունի։ Ես խոսքը պիտի փոխանցեմ գնել եղբորը եւ խնդրենք նրան, որպեսզի ջրի առանձնահատկությունների մասին խոսին նախ։ Խնդրեմ։ Այո, ճիշտ այդպես է, ինչպես ասեցի, առանց ջուրի կյանք գոյություն չունի։ Մենք կրնանք 40 օր ծոմ պահել, բայց 3 օրեն ավելի առանց ջուրի անկարելի է ապրել, կամ շատ դժվար է ապրել։ Ուրեմն ջուրը կյանքի աղբյուրն է, եւ մարմնավոր եւ ֆիզիկական կյանքի աղբյուրն է, եւ քիչ վերջ բիդրեսնենք նաեւ, որ կրնանք այդ օրինակը օգտագործել մոր հոգեվոր կյանքի զարգացման համար։ Ջուրը իսկապես յուրահատկություններ ունի, որոնք եզակի են, ուղղակի մի հրաշք, հակառակ որ ջուրը շատ բարձ քիմիական փաղադրություն է, այնպիսի հետաքրական կարելիություններ ունի կամ հատկություններ ունի, որ մեզի պատճառ կդառնա մեր ֆիզիկական կյանքը շարունակելու, ապահովելու, անոր մասին կուզենք խոսենք։ Իրականության մեջ կխորին, որ գիտնականները գսեն այսօր ունենք 40-ը ավելի եզակի յուրահատկություններ ջուրի։ Մենք ժամանակ չունենք այդ 40-ը առնելու, ես միայն մի քանիսի մասին գոնե։ 5 կամ 6 առնենք, որոնք ամենահեշտն են եւ կարելի է անոնց մասին ավելի մանրամասն ունել։ Պաստորեն ջուրը շատ պարզագույն մի բան է, ջրածնի 2 ատոմ եւ թթվասնի 1 ատոմ, այս միացությունն է, բայց արի ու տես թե որքան առանձնահատկություններ ունի իր մեջ։ Մինչև այսօր դակավին հատկություններ ունի, որ չեն կարող բացատրել, հակառակ որ այդքան բարձ նյութ մնա ջուրը։ Ամենակարևորը այն է, որ ջուրը հեղուկ է։ Որ կան ջուրի նման ուրիշ գազային մարմիններ, մեթանը, ամոնիան, ածտու գազը, որոնք նման են ջուրի, սակայն բոլորն գազային վիճակի մեջ են 0-ին 100 Celsius այդ շրջանի մեջ։ Հոն է որ ջուրը հեղուկ է եւ այդ առաջին եզակի յուրահատկությունը իր հեղուկը լալն է։ Եվ հեղուկն է որ պատճառ կդառնա որ անասնական կյանք գոյտնա, փուսական կյանք գոյություն ունենա, ուրեմն առաջին կետը այդ է։ Սա միակ նյութն է, որ բնության մեջ 3 տարբեր ձևերով էլ ներկայանում է, ասենք 0-ից ցածր, Celsius-ից 0-ից ցածր սառույց վիճակի մեջ է, 0-ից մինչև 100 աշճան
հեղուկ է եւ 100 աստիճանից հետո եռման ջերմաստիճանից հետո այլևս գազային վիճակի է դառնում։ Այդպես է։ Այո, կոլորշային վիճակի մեջ է։ Եվ կյանքը արդեն անասնական կյանքը այդ շրջանի մեջ կբահովվի։ Անգե ավելին մենք չենք կրնար ապրել, անգե բագաս կյանք գոյություն չկրնար ունենալ։ Ուրեմն այդպես հատկացված է, որպես առաջին յուրահատուկ բան։ Որպես ասիկը ավելի մանրամասն ցույց տան, թեև երկու չրածին եւ մեկ թթվածին է, այո, շատ զարմանալի կառուցվածք ունի, որ հիմա ցեզի ցույց տամ։ Այո, այո։ Երանգյունի ցեղով, ինչպես կտեսնեք, կարմիրը թթվածին է, օքսիգեն, երկու այդ ջերմակները չրածին, հիդրոջեն։ Երկու բան նկատի արեք։ Այս երանգյունի աստիճանը 104.5 է։ Եթե 10% ավելի կամ պակաս լիներ, ջուրը իր բոլոր հատկությունները պիտի կորցներ։ Ուրեմն շատ ճշգրիտ կերպով սահմանված է այս կառուցվածքը։ Երկրորդ, եթե ուշադրությամբ նայեք, պիտի տեսնեք, որ ջուրը երկփևեռային է, polar գսեն անգլերենով։ Տեսնեք, պլյուսը կա եւ մինուսը կա։ Ուրեմն էլեկտրական հատկություն ունի եւ այսօր համար է որ երբ որ ջուրի այս յուրաքանչյուր մոլեկուլը կգրնա գաբիլ գա շղթամը գազմել եւ այդ շղթան է որ հեղուկը կստեղծե։ Ուրեմն առաջին այդ ստրուկտուրան է որ շատ կարեւոր է թեև բարձ երևի սակայն իրականության մեջ շատ բարդ ծևեր կստանա։ Ջրի կարևոր հատկություններից մեկն էլ որ լավ լուծիչ է, նրա մեջ հիմքերը, թթուները, աղերը շատ հեշտությամբ լուծվում են։ Այո, ամենալավ լուծումներն մեկն է, լուծիչներն մեկն է եւ այդ համար է որ կօգտագործվի շատ քիմիական բաղադրություններ ունեն։ Այդ ալ իր մեջ կբառնարկի։ Բայց գիտեք, հաջորդ կարևոր կետը սառույցի թեթև խդություն ունի քան ջուրը ինքնին, ուրեմն 0 աստիճանին այս ջուրի յուրաքանչյուր մոլեկուլները երկայն շղթամը կգազմեն եւ սառը իր խդությունը կթեթևացնե, ուրեմն կձպա ջուրի վրա։ Այսի այնքան կարևոր հատկություն է, որովհետեւ այս պատճառով է որ ծմերադել երբ որ սառույցը լա լիճերու մեջ կետերու վրա ցուգերը եւ անասունները կգնան ապրել սառույցի տակ։ Ոչ մեկ ուրիշ հեղուկ այս ինքնա այս յուրահատկությունը չունի։ Խդությունը շատ թեթև։ Երկրորդ, ջուրը երբ որ կոլորշյանա մեծ քանակով դակություն կվերցնե 540 կալորի ամեն 1 գրամը, որը կնշանակի, որ երբ որ մենք կքրդնենք այդ քրդինքը, երբ որ կոլորշյանա գազային վիճակ կստանա, մեր մարմինի քունը կվերցնե։ Եթե այդպես չլիներ, մենք չենք կարող ապրել խիստ արևներու դա կամ քրդիկ, երբ որ շատ աշխատանքի դա գլան, եւ քրդիկը չկոլորշյանա, կմեռնիկ։ Ահավասիկ հաջորդ կարևոր յուրահատուկ վիճակը։ Ուրիշ բան եւս ունի ջուրը, անոր չերմա ունակությունը։ Ջուրը շատ ուժեղ չերմա ունակություն ունի, որը անգլերենով կոչվի heat capacity։ Այսինքն ջուրը կգրնա իր մեջ բավական մեծ չերմություն բարունակել եւ անոր համար է որ մեր մարմինը քանի որ ջուրը գազմված է կհավասարակշռվի։ Անոր համար է որ մեր ջերմությունը 36.1 եւ 37.8 Celsius-ի մեջ կմնա։ Երբ որ գիվանտանական շուշ ավելի բարձր կլինի, բայց որպես առողջ անհատ այս ջուրի ունակությունն է որ ջերմա ունակությունն է որ մեզ բալանսի մեջ կբահե եւ մեր կյանքը կրնակ շարունակել։ Շատ կարեւոր է։ Իսկ երկրորդ մասը այսօր քանի որ այս capacity-ն կամ ջերմա ունակությունը բարձր է, մեր ամբողջ մոլորակը բարեխառն վիճակի մեջ կբահի։ Գիտեք, որ մեր օդը գազված է թթվածին է, օքսիգեն եւ նայտրոջեն, այնպես չէ։ Շատ փոքր քանակով 0.25% կոլորշի է ջուրի։ Այդ փոքր դոգոսը բավական է, որ ամբողջ մթնոլորտը բարեխառն վիճակի մեջ բահի։ Եթե այդպես չլիներ, լուսնի պես կրնայինք շատ դակ ստեղծել կամ շատ սառույց ստեղծել։ Հավասի գտեսեք այդ բարեխառն
վիճակի յուրահատկությունը միայն ջուրի դրված է։ Ուրիշ շատ կարևոր բան ունի, ջուրը ունի մագերեսային լարվածություն, surface tension գսենք։ Այս surface tension-ը կամ մագերեսային լարվածությունը թույլ գտա որ փոքր բաներու մեջ, ասենք խողովակներու մեջ ջուրը գսողոսկի եւ վեր կբարձրանա։ Բանի թեմ, ցկողական ուժի թեմ։ Ճիշտ ադոր համար է որ այս ծառերը ան հեղուկը մինչև 100 մետր կբարձրանա առանց շարժիչի։ Ամեն մեկ ծառ ծառերը կան, այո։ Այո, իր մեջ ունի այս շատ բարակ միկրո խողովակները, ուրեմն արմատները օսմոսիս կոչված ջնշումով ջուրը կհավաքեն, հետո այս surface tension-ը ջուրը կբարձրացնե մինչև 100 մետր, սեկոյայի ծառերը 100 մետր, ավելի չի գնար բարձրանալ, որտեղ ցկողական ուժը կհագաստե։ Ուրեմն կտեսնեք, ինչ փույս որ կտեսնեք, առանց շարժիչ գործածելու, բարձ այս բանի մագերեսային լարվածությունը, surface tension-ը օգտագործելով, ինքզինք պետք եղած ջուրը կհայթայթի ապրելու համար։ Հրաշքներու հրաշք է այս։ Հրաշք է, իսկապես։ Եվ ինչպես կարելի է այսպիսի բաները լսել եւ ասել, որ Աստված չկա։ Հնարավոր բան է։ Անգարելի է։ Եվ դակավին այս գաղտնիքները չեն կարող չեք պետք եղած գիտական բացատրությունը տալ։ Օրինակի համար ուրիշ գետ մի եւ ուսուցիչ ջուրը իր գլանման կորձագիծը absorption coefficient կսենք։ Ջուրը ամեն գազ գլանե արևու ջրակայքները, բայց ջուրը իր գլանման այդ կորձագիծը այնպես սահմանված է, որ արևու լույսը, որ մենք կտեսնենք, այսինքն մեր աչքերով գնանք տեսնել գարմիրեն, չմանիշակակույն, այնպես չէ, ձիաձանի կույները, այդ լույսը գրնա թափանցել ջուրը մինչև բերել աշխարհի երկրի մագերեսը։ Ուրեմն գադարյալ թափանցիկ է միայն այդ շրջանի մեջ։ Երբ որ քիչ ավելի անտին երտանք եւ օզոնի բանի, քիչ ավելի բարձր բանի անցնել գլանման, որը օզոնն է, այդ ջուրը ամբողջ կգլանե եւ թույլ չի դար որ այդ օզոնի խավը մեր վրա աստե։ Իսկ մյուս կողմեն ինֆրագարմիրն է։ Անալ շատ կգլանե։ Օրինակի համար ցույց տամ ցեզի, եթե կարելի է տեսնել, սլայդը այսի։ Այո։ Կապույտ գորը երբ որ կտեսնեք այս ձիաձանի քույրը։ Այդ ձիաձանի քույրը մեր տեսողությունն է եւ կտեսնեք որքան թափանցիկ է։ Ուրեմն այս գորը ցույց կտա այդ գլանման ուժեղությունը, բայց հոս կատարյալ թափանցիկություն է։ Ճիշտ կարծես այնպես սահմանված է, որպեսզի արևու լույսը հասնի մոլորակ երկիր, մեր աչքերուն լույս տա եւ փույսերը գլանեն եւ իրենց գերագուրը պատրաստեն։ Առանց լույսի փույս կոյություն չի պիտի ունենա, այնպես չէ։ Ուրեմն տեսեք որքան նեղ, ասի 400-ին 700 նանոմետրի մեջ է, որ այդ թափանցիկությունը կատարյալ է, անգևերջ գլանված է։ Ահա վասիկ ուրեմն 5-րդ յուրահատկությունը, որ ուղղակի կյանք թույլ կտա որ կյանք գոյություն ունենա մոլորակ երկրի վրա։ Ահա վասիկ այս գեդերը, որոնք մենք նկատի պետք է ունենանք։ Եվ դուք նշեցիք, որ մոտարապես 40 այսպիսի յուրահատկություններ ունի ջուրը, որոնք բոլորը մեկտեղ ապահովում են կյանքը երկրի վրա։ Ճիշտ։ Եվ մենք միան 6 հատը բացատրեցինք եւ նույնիսկ այս 40 հատկությունները հագարակ որ այս բարձ ստրուկտուրան կամ կառուցվածքը գա, այնքան բարդ գերբերով օգտագործվի, որ մինչև այսօր գադարավաբես չենք հասկանալ թե ինչու ջուրը այս յուրահատկությունները ունի։ Դակավին մի գերբ թնջուկ է մեզի համար։ Եվ պատահական չէ, որ գիտնականները ջանում են ուրիշ մոլորակների վրա գտնել միայն ջուր, որպեսզի դրանով կանխորոշվի այդտեղ կյանք կարող է լինել, թե ոչ։ Ուրեմն
ջուրը հանդիսանում է կյանքի աղբյուրը երկրի վրա։ Ճիշտ ադորաբար է, որ առաջին բանը, որ կփնտրեն, մենք հազարի ավելի մոլորակներ կդածենք զանազանասխերու շուտ։ Առաջին հարցը կա, արդյոք ջուրը հոն հեղուկ է, թե ոչ։ Օրինակի համար հրադ մոլորակը ջուր ուներ, բայց այսօր Մարսը Իրան քանի որ արևեն շատ հեռու գտնված է, այդ հեղուկը կորոշացած եւ գործված է։ Իսկ բանի վրա Վինուս Արուսիագի վրա այնքան չերն, այնքան դակե, որ ջուրը բոլորովին իր հեղուկ միջակի մեջ չի գտնվել։ Միայն մոլորակ երկրի վրա, որ 150 միլիոն կիլոմետրի արևեն ջուրը գրնա հեղուկ լա։ Ուրեմն բոլոր աստղակետները, որոնք կճանան այս մոլորակները բրբդել եւ քննել, գուզեն իմանալ որքան հեռու է արևից, ինչ մեծության մեջ է եւ արդյոք ջուրը հեղուկ է թե ոչ։ Եթե հեղուկ չէ, կյանք չկա։ Այդպես։ Անշուշտ սիրելի եղբայր եւ սիրելի հեռուստադիտողներ, մեր այսօրվա նպատակը ջրի մասին մի ամբողջ ժամ խոսել չէ։ Սակայն գնել եղբայրը մասնավորաբար ջրի մասին խոսեց, նրա նշանակության, կարևորության մասին եւ հիմա մենք պիտի ջանանք մեր խոսակցության նյութը փոխել հոգեվոր ջրի վրայով խոսելով։ Ջրի մասին հիշատակությունները դեռևս ծննդոց գրքից են սկսում Աստծո խոսքի մեջ եւ Տեր Հիսուս շատ կարևոր է ջուրը որպես կյանքի աղբյուր եւ ինքը խոսեց հոգեվոր ջրի մասին, մասնավորաբար Հովանու 4 գլխի մեջ։ Խնդրեմ սիրելի եղբայր, հիմա մենք խոսենք հոգեվոր ջրի մասին։ Այո, եւ հիշեք նաեւ որ ջուրը 500 է, 500 անգամ եւ ավելի ծածված է Աստվածաշունչի մեջ, թե հին ուխտի մեջ, թե նոր գտակարանի մեջ, որտեղ ֆիզիկական ջուրի անհրաժեշտությունը այնքան մեծ է, Աստված գրգին ու գրգին օգտագործե ջուրը, որովհետեւ եթե ջուրը մարմին գենթանություն կուտա, հոգեկան ջուրնալ մեր հոգեկան կյանքի գենթանությունը կուտա։ Այդ փոխտadությունը անդադար գոյություն ունի Աստվածաշունչի մեջ։ Զարմանալի կերպով եւ ամենամանրամասնը Հովանու 4-րդ գլխուն մեջ է Սամարացի կնոջ պատմությունը, որ գիտենք։ Այո, Տեր Հիսուս ուրեմն հանդիպեց Սամարացի կնոջը Հովսեփի ջրհորի մոտ եւ այս խոսակցությունը իրենց մեջ ծավալվեց, այդ կինը եկել էր որ ջրհորից ջուր հանի եւ տանի իր ընտանիքի համար, գիտեք, սափորներով արևելքի երկրներում այդպես է։ Բավական երկար քայլում են, միջև հասնում են ջրհորին, ջուրը հանում են, որպեսզի տանեն իրենց ընտանիքի համար։ Եվ այդ կինը մասնավորաբար օրվա այնպիսի ժամին եկավ այնտեղ, որովհետև ինքը վատահամբավ մի կին էր, որպեսզի մարդիկ իրեն չտեսնեն։ Եվ այդ տապ եղանակին, այդ շոկ եղանակին եկավ այնտեղ եւ Տեր Հիսուս նրան հանդիպեց եւ ասաց. ջուր տուր որ խմեմ։ Եվ այո, խնդրեմ։ Հետաքրքրական ինչ է, Քրիստոս որպես Աստծո որդի ծարավեց, այսինքն իր մարմինը ջուրի պետք ուներ։ Բայց դες նա ինչ կասե Սամարացի գնոջ, թե որքան ավելի կարևոր ջուր գոյություն ունի։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարան ըստ Հովհաննեսի գլուխ 4 Սամարացի կինը։ Սամարիայից մի կին է գալիս ջուր հանելու։ Հիսուս նրան ասում է. ինձ խմելու ջուր տուր, քանի որ նրա աշակերտները գնացել էին քաղաք, որպեսզի ուտելիք գնեն։ Սամարացի կինը նրան ասում է. դու որ հրեա ես, ինչպես ինձնից Սամարացի կնոջից խմելու ջուր ես ուզում, որովհետև հրեաները սամարացիների հետ երբեք շփում չեն ունենում։ Հիսուս նրան պատասխանեց եւ ասաց. եթե դու գիտենայիր Աստծո պարգևները, եւ թե ով է որ քեզ ասում է ինձ խմելու ջուր տուր, գուցե ինքդ արդարև նրանից կուզեիր, եւ նա քեզ կենթանի ջուր կտար։ Կինը նրան ասաց. Տեր, սակայն դու դույլ իսկ չունես, եւ այս ջրհորը խորն է, ուրեմն դու որտեղից կունենաս կենթանի ջուր։ Միթե դու ավելի մեծ մեկն ես, քան մեր հայրը Հակոբը, որ այս ջրհորը մեզ տվել է, եւ ինքն էլ խմել է սրանից, նաեւ իր որդիներն ու իր հոտերը։ Հիսուս նրան պատասխանեց եւ ասաց.
Ով որ այս ջրից խմի, նորից կծարավի, բայց ով որ խմի այն ջրից, որ ես եմ տալու նրան, հավիտյան չպիտի ծարավի։ Իսկ այն ջուրը, որ ես նրան տալու եմ, նրա մեջ կլինի բխող ջրի աղբյուր հավիտենական կյանքի համար։ Կինը ասաց նրան. Տեր, տուր ինձ այդ ջուրը, որպեսզի չծարավեմ եւ այստեղ չգամ ջուր հանելու։ Տեսնեք վերդերը ինչպես խոհեմ գերբով ֆիզիկական շոշափելի դեսանելի նյութը օգտագործեց, որբեսի այս գնոջ միտքը բանա, որ կա ուրիշ գոյությունը, ուրիշ իրավիճակը, որ անդեսանելի է, բայց նույնքան կարևոր է մեր ծարավը հագեցնելու, հոգեկան ծարավը, ինչպես ջուրը մեր մարմնավոր ծարավի։ Օրինակը շատ գեղեցիկ կբացատրի, եւ հոս ես զարմանալի բան կտեսնեմ։ Քիչ վերջ երբ որ կգարտաս Քրիստոս կսե Աստված հոգի է եւ պետք է զինք հոգիով եւ ճշմարտությունով բացենք։ Այո։ Քանի որ Աստված հոգի է, մենք չենք կրնար տեսնել զինք։ Անդեսանելի է։ Սուրբին անդեսանելի է։ Բայց որբեսի կարենանք իմանալ ով է նա, դեսանելի դարձավ Քրիստոսի միջոցով։ Շոշափելի։ Անորոշ գրված է Հովաննու ավետարանի մեջ, առաջին Հովաննու տուղթի մեջ, զայն որ տեսանք, լսեցինք, շոշափեցինք, անոր մասին է որ խոսենք։ Հետաքրքրականը ինչ է, տեսեք, ջուրը երկու գազային մարմիններ է բաղկացած է, ջրածին եւ թթվածին։ Ոչ ջրածինը կրնանք տեսնել, շոշափել կամ հոդոդել, ոչ ալ թթվածին առանցին։ Բայց երբ որ ասած գմիացնենք, հեղուկ կդառնա, կրնանք տեսնել եւ շոշափել։ Կտեսնես ինչ օրինակ կօգտագործե Քրիստոս։ Ճիշտ ինչպես որ ջուրը բաղկացած է անդեսանելի մասնիկներ է ֆիզիկական աշխարհի մեջ, նույնպես Քրիստոս անդեսանելի են եկած է եւ եղած է դեսանելի, որբեսի տեսնենք զինք եւ իմանանք որտեղ գինը քիչ վերջ ինչ կսե Քրիստոսը, կսե երբ որ կսե բանը մեսիան կա, մեզի ամեն բան պիտի պատմե։ Քրիստոս ինչ ասավ, Վարդան եղբայր։ Հիսուս Սավանոր, ես որ քեզ հետ կխոսեմ, նա եմ։ Այսինքն վստահ համոզում նրա մեջ առաջացրեց, որ ում որ սպասում եք, որ պիտի գա, ես նա եմ։ Այսինքն շոշափելի է, գտեսնես։ Ֆիլիպոս ինչ ասավ Քրիստոսի, ասավ հայրը ինձի ցույց տուր ու գփաբե։ Դեր ինչպես պատասխանեց։ Ինչ տեսակ, հորը տեսակ, ես հոր մեջ եմ եւ հայրը իմ մեջս է։ Ճիշտ այդպես, ագրեսնեք ուրեմն Աստված գիտե որ մենք մարմնավոր ենք, ֆիզիկական աշխարհի մեջ կապրենք, ամեն ինչ կուզենք տեսնել, շոշափել եւ գոհժարի մեր մագարտագին իջնելու որբեսի անդեսանելին տեսնենք եւ ադիգա Անշուշ Քրիստոսի մեջ կադրալաբես կտեսնենք։ Տեսնեք ճիշտ ինչպես որ ջուրը, նույնպես Քրիստոս։ Եվ հետաքրքրական ուրիշ բան մնալ կա։ Ջուրը Քրիստոս չսա որ գաթիլ մի դամ քեսի։ Ինչ եթե գուզանքամ եւս կա, ջուրի աղբյուրներ գսե մի դամ քես։ Այնպես չէ։ Շատ ճիշտ է։ Եվ այս պահին կուզեմ մեկ համար կարդալ Հովանու 7-րդ գլխից։ Այո, անպայման։ 37 համար, 38 եւ 39 համարները։ Տոնի վերջին օրը Հիսուս կայներ էր եւ կաղաղակեր եւ կսեր. Եթե մեկը ծարավե, թող ինձ գա եւ խմե։ Նա որ ինձ հավատա, ինչպես գիրքը կսե, անոր փորեն կենթանի ջրի գետեր պիտի բխին։ Այս ասավ հոգի համար, որ իրեն հավատացողները պիտի առնեին։ Ուրեմն ջուրը ներկասեց որպես բնական պետք մարդու կենթանի մնալու համար, կենսունակ լինելու համար եւ այն ներկասեց որպես հոգին, Սուրբ հոգին, որ մարդը հավատքով պիտի ստանա հավիտյան կենթանի լինելու համար։ Եվ չսե անոր ջուրի գաթիլներ պիտի կան նրա ներսից, անոր գսե աղբյուր պիտի բղի, դե գուզես նաեւ գարտա հայտնություն 7-17։ 7-17, այո, շատ ճիշտ է, ես այդ համարը ճիշտ պատրաստել էի։ Վասնզի գառնուկը, որ աթոռի մեջ է, պիտի հովվե զանոնք ու դեպի կենթանի ջրերի աղբյուրները պիտի առաջնորդե զանոնք
եւ Աստված բոլոր արցունքները պիտի սրբե անոնց աչքերեն։ Երևակայեցեք, նույնիսկ երկենքի մեջ Աստված ջուրի մասին գխոսի։ Զարմանալի չէ, հայտնություն 21-ի մեջ, 20-ի մեջ հիշված է այդ քեդը նաև։ 22-ի առաջինը։ Հա, Կարդանք։ Ինձ կենթանի ջրի գետ մցուցուց ակավանի պես պայծառ, որ Աստծո եւ գառնուկի աթորեն կելեր։ Աստծո գահից այդ գետն է ելում, կենաց գետն է ելում, որ խորհրդանշում է Քրիստոսը, հավիտենականությունը։ Այո, դեսնեք ուրեմն թե այս կյանքի մեջ մարմնավոր ջուրը, այսինքն ֆիզիկական ջուրը եւ հոգեվոր կյանքի աղբյուրը մեր կյանքի մեջ անհրաժեշտ է, որպես կենտանի ջուր, նույնիսկ հավիտենականության մեջ ջուր պիտի ունենանք։ Երևակայեցեք, որքան կարևոր է զուլալ մաքուր ջուրը, թե ֆիզիկական առումով, թե հոգեգան առումով։ Այո։ Հա, բասիկ թե քիդական կերպով կրնանք մոտենալ եւ զարմանալ ջուրի հրաշալիքներուն, ֆիզիկական ջուրի եւ Աստվածաշնչի մեջ տեսնելով Քրիստոս անոր դված հոգեգան հակեցումը մեր ծարավին եւ ինչպես ասենք երկու համեմատին իրար, որքան գեղեցիկ կերպով ակուցված է Աստվածաշնչի մեջ։ Հետաքրիր է գնել եղբայր, սկիզբը որ այդ կնոջ հետ Տեր Հիսուս խոսում էր, կինը միայն մարդկային հաշվարկներով էր շարժվում։ Մտածեց, այս անձնավորությունը ինձ խոստանում է ջուր, որ ես խմեմ, այլևս չեմ ծառայվելու, այլևս պետքություն չեմ ունենա սափորը ուսիս գամ եւ երկար ճանապարհ կտրեմ, ջուրը տանեմ ընտանիքիս համար, դուր ինձ այդ ջուրը Տեր։ Այսինքն նրա մտածածը միայն երկրավոր բանն էր, այսինքն երկրավոր պետքը, այդ ջուրը դուր, սակայն Տեր Հիսուս այս օրինակով նրան ուզում էր հասկացնել, որ այդ ջրից շատ ավելի կարևոր մի ջուր կա, որ եթե այդ ջրից խմես, հավիտենական կյանք կունենաս, եւ Հիսուս ինքը ներկայացավ որպես այդ հավիտենական կյանքը, այդ կենաց ջուրը։ Եվ հետաքրքրանը ինչ է, բնավ, այսինքն սկսավ այնտեղեն ուր սամարացի գինը հասկանար եւ այդ հասկացողությունը իր հորիզոնները ընդարձակեց հոգեվոր եւ կենթանի ջուրը Երևան բերելով։ Գիտես, օրինակն է որ մենք հալ օգտագործելու ենք։ Անցիկ կան որոնք չեն Աստված ուր է Աստված։ Չեմ տեսներ։ Ուրեմն ես սկսիս իր հասկացողության, ասենք, դեսանելի շոշափելի մագարտագեն եւ Դանիել զինք թեպի հոգեվորը։ Քանի որ մենք ֆիզիկականը կտեսնենք, բայց ասենք այն որ անդեսանելի չեք տեսնել։ Այսինքն ասեմ գուզեմ որ եթե մեկը դակավին քաղաքապար չունի ով է Քրիստոս, ինչ է հավիտենական կյանք, սկսելու եք իր իրավիճակեն, ինչպես որ Քրիստոս համբերությամբ սամարացի գնոջ ուղղությունը իր հորիզոնը ընդարձակեց թեպի հավիտենական կյանք։ Կասկնակ այսինքն շատ կարևոր է ոմանք կսեն որ ասոք երևակայական բան է, Աստված հոգի է, չկա մեջտեղ ուր է, այդպես բան գոյություն չունի, Աստված ամեն ինչ ֆիզիկականն հոգևորն իրարու հետ կկապեցնելու որ մենք մեկ անհատ ենք, թե ունենք մարմնի ֆիզիկանի պետք եւ թե ունենք հոգեգան մեր ծառավը հակեցնելու պետք։ Այդ Աստված ունենք։ Եվ այդ կին ասաց Տեր, տուր ինձ այն ջուրը, որպեսզի չծառավեմ եւ այստեղ չգամ ջուր հանելու համար։ Եվ Տեր Հիսուսի հաջորդ քայլը այդ կնոջը իր մեղավոր վիճակը ցույց տալն էր, ասաց ուր է ամուսինդ, ասավ չունեմ ամուսին, ասավ այո 5 ունեցել ես, այս մեկն էլ որ ունես քո ամուսինը չէ, այլ կերպ ասած նրան ցույց տվեց, որ դու մեղավոր կյանքով ապրող մեկն ես եւ հետաքրիր էր այդ հանգամանքը կնոջ միտքը բացեց։ Այս մարդը պետք է որ մարգարե լինի, որ այս բաները ինձ հայտնեց։ Այդ նույն սկզբունքով մարդիկ պետք է որ ճանաչեն, հասկանան, որ իրենք մեղավոր բնություն ունեն, Ադամից ժառանգած մեղավոր բնություն եւ նրանք պետքություն ունեն մեկին, որ այդ մեղքերի հարցը լուծի։ Եվ Քրիստոս խաչի վրա այդ մեղքերի հարցը լուծեց, համայն մարդկության համար Տեր Հիսուս իր կյանքը զոհեց։ Այս հետաքրքրական ինչ է, տեսեք որքան նուրբ կերպով խոսի սամարացի գնոջ։ Չսեր որ դու 5 ամուսին ունեցար, վայ քեզի, մեղավոր անհատ։ Դատապարտված ես։ Շատ մեղմ կերպով գսե քնա եւ ամուսինը կողբեր։ Հետո
չմեղաթրեր զին, կտեսնես, բայց իր խոսքը գնոջ աչքերը կփանա եւ ինք կանտրատարնա, որ պետք ունի այդ ջուրին։ Մենք ուրեմն շատ զգուշ լալու ենք չհարցակելու մեկը վրա, որ բեղքի մեջ է։ Ինք պետք է ինք անցամբ զգա իր մարմնի, իր հոգին մեջ, որ Քրիստոսի Աստծո պետք ունի։ Հասկանաս ինչ կսեմ, Այո, շատ ճիշտ է, շատ ճիշտ է։ Մենք միայն ճշմարտությունը պիտի հայտնենք։ Ճշմարտությունը մնացած գործը Սուրբ Հոգու գործն է։ Երբեք դեռևս երկրի վրա մեկը իր մարդկային ջանքերով մեկին չի համոզած։ Եթե Սուրբ Հոգին այդ համոզումը չդնի մեկի մեջ, անկարելի է, որ մեկի աչքերը, հոգևոր աչքերը բացվի եւ նա ճանաչի ով է Քրիստոս, ով է Աստված, ինչ է իրենից ներկայացնում հավիտենական կյանքը եւ աստվածային ճշմարտություններին կարող ենք հաղորդ լինել միայն Սուրբ Հոգիի միջոցով։ Ամեն։ Եվ առանց մեղաթրելու անհատը, ինք կանտրատարնա, երբ որ արդեն դու Քրիստոսի մասին խոսես, խաչի մասին խոսես, իրեն կյանքի մասին, իրեն հարության մասին, այս ծարավը հակեցնելու ջուրի մասին արդեն ինքը Սուրբ Հոգին կսկսի գործել իր մեջ։ Ադեն ներկա որ պետք է ասես, արածը սխալ է, բայց Քրիստոս չսավացի, որտեղ սավարացի իր արդեն ընկճված էր։ Կար չեր ուզեր որ մեկը զինք տեսնե, կանտրատարնար իր վիճակին եւ Քրիստոս առոր համար նրբությամբ մոտեցավ իրեն։ Եվ այդ հասարակության մեջ ինքը անարգված էր, որովհետև բոլորը գիտեին, որ անօրեն կապի մեջ է եւ քանի ամուսիններ է ունեցել, արդեն նրան այպանողները շատ էին։ Նրա վրա մատ թափտվողներ շատ կային, որ դու մեղավոր ես, որ դու անառակ ես, եւ մասնավորաբար այդ կինը եկավ ջուր քաշելու ջրհորից այն ժամանակ, երբ որ այդտեղ մարդ չէր գալիս, ընդհանրապես կամ առավոտյան էին գալիս, որ ավելի հով էր, կամ երեկոյան ժամերին, բայց ինքը եկավ ճիշտ կեսօրին եկավ այդ ջուրը քաշելու, որպեսզի որևէ մեկ իրեն չտեսնի։ Եվ ահա Տեր Հիսուս աստվածային նախախնամությամբ այդ պահին հայտնվեց այնտեղ եւ այս ճշմարտությունները խոսեց այս կնոջը։ Եվ կինը այդ համոզում ունեցավ եւ ընդունեց, դու ես որ պիտի գայր, դու ես Մեսիան, եւ Տեր Հիսուս ինք ասաց, ես որ քեզի հետ կխոսիմ, նա եմ։ Եվ մի հետաքրքիր բան էլ գնել եղբայր, կինը եկել էր սափորով ջուր տանելու, դա կենսական մի բան էր, եւ ջուրը այդ արևելքի երկրներում շատ մեծ արժեք ունի, որովհետեւ գիտենք, ջրի մեծ պակասություն կա, սափորը գցեց ու գնաց։ Ով կին, ընտանիքդ սպասում է, որ ջուր պիտի տանես իրենց, ոչ, արդեն իր համար շատ ավելի կարևոր մի բան կար, ինքը կենաց ջրի աղբյուրը գտավ, հավիտենական ջուրը գտավ, Հիսուս Քրիստոսին գտավ։ Այո, եւ երևակայ է, Սամարացի եւ հրյա, ասոք իձար գադեին։ Այո։ Երկրորդ գինը առանցին մարդու հետ, անծանոթ մարդու հետ չեր գրնար խոսել, անի երկրորդն է, երրորդ ասի ինգած գին մներ, նախատված գիմը, հագարակ այդ երեք սենք արգելքներու Քրիստոսի սերը ցույց կտա, որքան հոգածությամբ մոտեցավ այս անառակ գնոջ եւ Սամարացի գնոջ, տեսնեք, երեք հարվածներ կային գնոջ դեմ, ասած վստահ եմ որ շշմեցուց Սամարացի գնոջը, դե ինչպես ասած մեկը գրնա ինձ հետ խոսի, այսքանպես քերացիկ բացատրել, ասի ուրեմն պետք է լինի մարգարե։ Այո։ Միշտ մեկ նույն թիրքը բռնելու ենք, փոխանակ նախադելու կամ սարսափեցնելու, մեղմորեն մոտենալ, սիրով մոտենալ, որով բոլորն ալ ծարավ են, բոլոր մարդկությունը, նույնիսկ աթեիստը իր ծարավ ժամերը ունի, եւ մենք ունենք ահա կենթանի ջուրի աղբյուր, որ գրնանք հաղորդակցությամբ գրնանք բացատրել եւ հաղորդակցել այս անհատներու հետ եւ սիրաշահել նրան, ոչ թե վախեցնել, այլ սիրաշահել։ Սաղմոս 42-ի առաջի երկու համարները շատ գեղեցիկ են, ճիշտ մեր նյութի հետ համապատասխան են։ Ինչպես եղջերուն ջրի վտակներու կփափագե, որտեվ ծարավ է, այնպես էլ իմ անձս քեզի կփափագե, ով Աստված, հոգիս ծարավ է Աստծո, կենթանի Աստծո։ Սաղմոս 2-ն իր ծարավության մասին է խոսում։ Եվ սա նյութական ջուրը չէ, եղջերուն այդ ջրին է փափագում, որովհետև ծարավ է,
բայց մենք մարդ արարածներս, որ Աստծո պատկերի եւ նմանության պես ենք ստեղծված, Աստծո ձեռքի կնիքն ենք եւ մեր մեջ անմահ հոգի կա եւ այդ հոգին փափագում է Աստծո, բայց ցավոք սրտի գիտենք այս աշխարհի երևույթը, կենցաղավարությունը, ընթացքը, սատանայի գծած ճանապարհը, ավանդությունները եւ այս կարգի ամեն բաները մարդկանց սրտի մեջ լեցված են, նրանց հոգիները ծանրաբեռնած են եւ մարդիկ չեն մտածում իրենց հոգիների ծարավի մասին, որ միայն կարող է լեցնել Տեր Հիսուս Քրիստոս։ Ճիշտ այդպես է եւ տեսեք Աստծո սերը թե մարմնավոր շուրի արժեքը մեզի համար, թե հոգևոր երկուքն իրենց դեղը ունի։ Ոմանք խորի որ մենք պետք է փորոբին մարմնավորը ֆիզիկան մոռանանք եւ միայն հոգեկանով սպառենք։ Ոչ, այնքան ադեմ որ մենք ֆիզիկան մարմնի մեջ ենք, մարմնավոր պետքեր ունենք, Աստված կքնահատե եւ հրաշքով ճուր կստեղծե, որբեսի փուսականություն մեջտեղ կա, կյանք մեջտեղ կա, վայելենք մոլորակի երկիրը եւ միաժամանակ մեր հավերենական ծարավը հակեցնենք իրեն զինք ընտրելով եւ Քրիստոսի նայելով։ Գտեսնեք, երկու որքան գեղեցիկ պատկերներ են, ոչ մեկը առանցին, ոչ մյուսը առանցին։ Նրանք ովքեր որ ասում են, որ այդ նյութական ջրի պետքությունը չկա, հարցնենք այդպիսին, արդյոք կարող է 3 օր առանց ջուր խմելու ապրել։ Այո։ Չէ՞ որ մեր մարմինը պետքություն ունի ջրի եւ մեր մարմինը բաղկացած է մոտարապես 80% հեղուկ է կազմում մեր մարմինը եւ մենք այդ ջրի պետքություն ունենք, առավել պետքություն ունենք հավիտենական ջրի, որ Տեր Հիսուս Քրիստոս է։ Եվ հետաքրքրական է, գիտեք, ուրիշ յուրահատկությունն ալգա, որ մանրամասները դժվար է, մեր յուրաքանչյուր փչիչը շատ նուրբ կերպով շուր ներսկարն է եւ շուր թուսկի ղրգե միկրոն, այսինքն այնպիսի զարմանալի երով նոր հիմա գիտնականները իմացած են, թե ինչպես յուրաքանչյուր փչիչ ճուրի պետք ունի եւ մենք ունենք տրիլիոն փչիչներ մեր մարմնի մեջ, որոնք ուղղակի հրաշքով ճուրը ներս կառնեն եւ դուրս կուտան։ Տեսնեք, այսինքն ասած այնպես սահմանած է մեր ֆիզիկական մարմինը, որ ինքնին արդեն մեծ արժեք ունի եւ անիկա անհուն արժեք ունի, երբ որ գնայինք հավիտենականության։ Այո։ Այս պատմության մի առանձնահատկությունն էլ հետևյալում է կանում, որ վերջավորությամբ 4 գլխի կարդում ենք, որ կինը գնաց քաղաք եւ սկսեց մարդկանց խոսել Քրիստոսի մասին։ Հակառակ այն բանի, որ բոլորն էլ իրեն այպանում էին եւ այդ կինը ընդունված մի անձնավորություն չէր այդ հասարակության մեջ, բայց իր համար այլևս այդ ամոթ հասկացողություն այլևս գոյություն չունի, որտեղ ինքը հավիտենական ջրի աղբյուրը գտավ, Հիսուսը գտավ եւ գնաց մարդկանց հայտնեց։ Ու մարդիկ ասեցին, որ հիմա ասկի հետքը ոչ թե քու խոսքիդ համար կհավատանք, այլ մենք անձամբ լսեցինք եւ գիտենք, թե անիկա է ճշմարտապես աշխարհի փրկիչը Քրիստոսը։ Երբ որ եկան եւ Քրիստոս նրանց խոսեց ու նրանք հավատացին, ասում են, որ այլևս քո խոսքով չէ որ հավատում ենք, մենք անհատապես ճանաչեցինք։ Այո, մենք մարդկանց վկայում ենք, խոսքի միջոցով մարդիկ հավատում են, բայց իրենք անհատական կապ են ստեղծում Հիսուս Քրիստոսի հետ, որպես կենաց ջրի աղբյուրի։ Այո, եւ հետաքրքրական ինչ է, Աստված դգարները եւ ինգածները կօգտագործե որպես միսիոնար։ Երևակայե այս ինգած գինը, անարժեք գինը կդառնա սամարացիներու միսիոնարը։ Ռահաբ բորնիկը նույնպես։ Դայեցեք պատմության մեջ Աստված ինչպես անհատներ, որ մենք մեկտիգը գցենք, չենք ուզեր նույնիսկ իրենց երեսը տեսնել, Աստված կբռնես իրենք եւ կօգտագործե որպես իր հրաշալի մեկ անոթը։ Տեսնեք, այդ շատ կարևոր կետ մգահոս։ Սամարացիներուն թուրը բացվեցավ ոչ թե բادرաստ բաներու կողմէ, գրոնականներու կողմէ, այնպես չէ։ Նախատված գնոջ մգողմ մի կեմներ որ սամարացիներուն թուրը բացավ Քրիստոսի։
Հարալ կարևորնի ունենալու եք, մեր մտքի մեջ ունենալու եք, որոնք կսեն, որ Քնել Թուրյանը դոկտոր է, այս է, ուշու մարածը եւ այլն, Աստծո արչեւ անո մեծ արժեք չունին, կարևորը մարդու սրտի պատրաստությունն է, ուժած ընդունելու Քրիստոսի խոստացած այս կենթանի ջուրը, ասած ամենադգարը, աննշան անհատը գրնա օգտագործել մեծ գործեր տեսնել համար ինչ որ ասամարացի դիներով։ Այո, շատ միսիոներներ, որ գնացին Աֆրիկա եւ ասենք Ամազոնի ափերը կամ Ավստրալիայի աբորիգեններին եւ այլուր գիտնականներ չէին կամ մեծ ուսում առած մարդիկ չէին, շատերը շատ հասարակ մարդիկ էին, որոնք պատրաստակամություն ունեն իրենց սրտի մեջ Աստծուն ծառայելու, նվիրվելու եւ անգամ իրենց աչքի առջև ունեին, որ հնարավոր է որ մեռնեն, սպանվեն, որովհետեւ գնում են այնպիսի տեղեր, որտեղ քաղաքակրթություն չկար, մարդիկ ընդհանրապես շատ պրիմիտիվ կյանքով էին ապրում եւ որևէ զարգացում իրենց մեջ չկար։ Հետաքրքիր է, բայց առանց համոզված էին, ես հիմա գիտես վերջերս աթեիստներու հետ բավական գործ կնեմ, ոս աթեիստներու բանը գա, խումբը գա, ես մասնակցած եմ իրենց, որովհետեւ մտիկ եմ, տեսնեմ ինչ ասում աթեիստը գոչեր երեքսենք։ Գիտես ինչ կսեն։ Երբ որ տեսնեն, որ դու զորավոր հավատք ունիս եւ իսկապես նրված կնահատեն քեզ։ Ինչն է որ չեն կնահատել, մեկը որ գեսկադար վիճակի մեջ կմոտենա, ինքը կցեվացնե որպես թե ինքալ կասկածներ ունի եւ երբ որ կտեսնե որ հավատքը զորավոր է, կզարմանա, քնահատանքով կմոտենան քեզի, փոխանակ նախադելու։ Այսինքն նվիրվա անհատը որ հետևի Քրիստոսի նվիրված է, համոզված է անոր գոյության եւ քաչորեն բանգն է, գվկայ է, անոնք են որոնք կսիրվին, ոչ թե կան, անոնք են որ կնահատվին։ Երբեմն խորից որ գիտական գերբով պիտի մոտենաս, այս պիտես, այն պիտես, վերջի երբ որ կտեսնեմ որ դու համոզված ես Աստծո գոյության, համոզված ես ով է Քրիստոս, կսկսին մտի գնել քեզ։ Այո։ Այո, անշուշտ գիտական սկզբունքները մեջտեղ բերելն էլ շատ կարևոր է։ Ես հիշում եմ մեր առաջի հանդիպումը, որ ունեցանք իրար հետ եւ դու գնել եղբայր քո վկայությունդ բերեցիր, շատերին կարող եմ ասել շատերին հետաքրեց այդ վկայությունը, թե ինչպես գիտնական մեկը, որ բարձր մի աշճանի է հասել եւ Department of Energy Washington DC-ում մեծ պաշտոն է զբաղեցրել, հանկարծ եկել է եւ Աստծո խոսքն է խոսում։ Այո, Աստված գործածում է ամենին։ Իր զավակները կարող են լինել գիտնականներ եւ բոլորովին ուսում չունեցող մարդիկ եւ անգամ այսպիսիներ, ինչպիսին այս սամարացի կինն էր, բայց պատրաստական սիրտ Աստծո գործի մեջ մասնակից լինելու եւ Աստված մեծապես դա գնահատում եւ գործածում է իր փառքի համար։ Ամեն թե գիտնականը, թե ոչ գիտնականը, այսինքն Աստծո համար աննշան մարդ գոյություն չունի։ Մեզ ստեղծած է իր բادرով, մեզ յուրաքանչյուրին համար իր կյանքը զոհած է, թե աննշանին, թե գիտնականին, բոլորիս համար։ Այո, դրա համար Աստծո խոսքը ասում է. Աստված այնպես սիրեց մարդկությանը, առանց աչառության, առանց կողմնապահության, բոլորին, որ միջև իր միածին որդուն զոհեց, որպեսզի ով որ հավատա, չկորցվի, դժոխք չգնա, այլ հավիտենական կյանք ունենա։ Ահա ավետանի բարի լուրը մեկ համարի մեջ ներկայացված։ Գնել եղբայր մեր հաղորդման վերջավորության հասանք, շատ փափագում եմ, որպեսզի այսօրվա նյութը դուք ամբողջացնեք։ Սկիզբը խոսեցիք դուք ջրի կարևորության մասին, այն յուրահատկությունները, որ ջուրը ունի, եթե կարելի է մի փոքր ընդհանրական ձևով, թե խոսենք նյութական ջրի յուրահատկությունների մասին, եւ թե նաեւ հոգեվորի Քրիստոսի մասին, այս երկուսը խնդրում եմ իրար կապեք եւ ներկայացրեք մեր հեռուստադիտողներին։ Եղավ, ամենայն սիրով, ուրեմն տեսանք, որ ջուրը ունի հրաշալի յուրահատկություններ, կյանքի աղբյուրն է, մեր ֆիզիկական կյանքի աղբյուրն է, առանց ջուրի անկարելի է ապրել, հավասիկ մարմնավոր պատկերը։ Մյուս կողմեն առանց հոգևոր ծառայը լեցնելու Քրիստոսի միջոցով
հավիտենական կյանք ունենալու, որբեսի հոգեբես արթուն մնանք եւ չձարավինք, նույնպես պետք ունենք Քրիստոսի որպես հոգեգան ճուրի աղբյուր, որ այսօր անիկա մեզի գոդասու հոգին միջոցով։ Հավասիկ երկու պատկերներ, մարմնավոր ֆիզիկական եւ հոգեվոր։ Երկուքն անհրաժեշտ են, մեկը մեզի ֆիզիկական կյանք տալու համար, մյուսն ալ մեզի հավիտենական կյանքի պատրաստություն տալու եւ իր ներկայության մեջ ապրելու համար։ Այո։ Մենք ամեն օր ջուր ենք խմում եւ բժիշկները խորհուրդ են տալիս, որ գոնե 8 գավաթ ջուր պիտի խմենք, ավելի տաք օրերին շատ ավելի պետքություն կա, թերևս մի քանի գավաթ ավելի պիտի խմենք, եւ ամեն մարդ պետքություն ունի հոգեվոր ջրի, որ Քրիստոս է։ Նյութական ջուրը մենք գնում ենք խանութ եւ գնում ենք։ Հոգեվոր այդ ջուրը, որ Քրիստոս է, մենք ձերիորեն կարող ենք ստանալ։ Եվ Աստված պատրաստ է մեզ տալու, ինչպես Տեր Հիսուս այդ սամարացի կնոջը առաջարկեց, ասաց այն ջուրը, որ ես պիտի տամ, որ խմես, հավիտյան չես ծարավելու։ Սիրելի հայորդի, դու էլ ունես այդ հնարավորությունը, այդ հավիտենական ջրի աղբյուրը ունենալու, որ Հիսուս Քրիստոս է։ Ինքը պատրաստ է, որ քու կյանքիդ մեջ կա։ Իսկ դու, եթե պատրաստ ես, հիմա պիտի խնդրենք գնել եղբորը, որ քեզ առաջնորդի աղոթքի մեջ եւ դու հավատքով այս աղոթքը արա, հավատալով որ Աստված լսում է քո աղոթքդ եւ քեզ պիտի պատասխանի եւ Տեր Հիսուսը քո կյանքիդ մեջ պիտի գա դառնալով քո Տերդ եւ Փրկիչդ։ Գնել եղբայր, խնդրում եմ առաջնորդեք աղոթքի մեջ։ Ամեն։ Երկնավոր Հայր, որքան երախտաբար ենք, որ դու հրաշալի Աստված ստեղծած ես այս մոլորակ երկիրը, դված ես մեզի ճուրի հրաշալի անփոխադելի հատկությունները, որբեսի այդ ճուրով մենք ապրենք առողջ ֆիզիկական կյանք։ Սակայն նույն adեն դու մեզի դված ես այն փափակը մեր մեջ, որբեսի փնտրենք եւ գտնենք այն ճուրը, որ մեր ծարավը հավիտենապես կհագեցնե եւ հավասիկ կտեսնենք քո խոսքիդ մեջ, որ Քրիստոս է այդ ճուրի աղբյուրը։ Իմ աղոթքս այն է, որ բոլոր հայրենակիցներ, բարեկամներ, որոնք թեև գիտեն ճուրի կարևոր լինելը, անդրադառնան այս հոգևոր ճուրի, հոգեգան ճուրի աղբյուրը, որ Քրիստոսի մեջ է։ Անիկա մեզի համար եկավ ցույց տալու թե ով է հայրը, ապրեցավ որպես եզակի անհատ, մերավ մեզի համար խաչին վրա, հարություն արավ եւ հավասիկ մեզի գուտա հավիտենական կյանք։ Դեր իմ փապակս այն է, որ բոլորս ունենք այն ինչ որ Սաղմոս 42-ի մեջ հիշված է։ Հոն ինչպես եղջերուն ճուրի վտակներուն կփապակի, այնպես իմ անձս քեզի կփապակի ով Տեր։ Իմ աղոթքս այն է, որ մեր բոլորս փապակին այս հավիտենական կյանքի փապակին այս հոգեգան ծարավ հագեցնելու, որ միայն կարելի է նել Քրիստոսով։ Իմ աղոթքս այն է, որ բոլոր անով, որոնք գլսեն այս խոսակցությունը, այս զեկույցը, թող գիտնան ճուրի կարևորությունը ֆիզիկական եւ նաեւ հոգեգան ճուրի անհրաժեշտությունը, եւ թե մենք պետք ունենք նրանց ամեն օր, ամեն ժամ։ Քրիստոսի անունով կխնդրենք։ Ամեն։ Ամեն։ Սիրելի հայրենակից, եթե դու ունես այդ փափագը, կենթանի ջրի աղբյուրի, որ Հիսուս Քրիստոս է, եւ եթե դու հավատքով այս աղոթքը արեցիր, կարդա Աստծո խոսքը, հաճախի եկեղեցի ունեցիր քո հոգևոր ընտանիքդ եւ հաճախիր այնտեղ, որտեղ խաչյալ եւ հարուցյալ Հիսուս Քրիստոս են քարոզում։ Աղոթք արա մշտապես։ Տերը լսում է քո աղոթքներդ եւ իր կամքի համաձայն էլ քեզ պիտի պատասխանի։ Տերը քեզ մեծապես օրհնի եւ գնել եղբայր, Աստծուն փառք ենք տալիս այս հնարավորության համար, որ Տերը մեզ տվեց այս հնարավորությունը, որ թեև բավական մեծ հեռավորության վրա ենք իրարից գտնվում, սակայն կարողացանք մեկտեղ գործակցել եւ այս զրույցով մեր հեռուստադիտողներին ներկանալ։ Աստված ձեզ էլ մեծապես օրհնի, ձեր ընտանիքը, ձեր կնոջը, զավակներին եւ թոռներին։ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը սիրելներ, Հոր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ այս ամեն մեկի հետ թող լինի։ Ամեն։ Go
Տիրոջ խոստումներ երկիցի չարիչ պես գրակ եկեղեցի վարվեց Պապա գողաշագերներին զորություն բարգևեց Խնդրեմ ոտքի վրա աղոթենք Տիրոջը վերջին անձևներն ենք ուզում համաձայն խոսում Իդայո իմ Տեր զինավորիր եկեղեցին հոգովդ վերևից վերջին անձրևները վերջին անձրևներն են ուզում համաձայն խոսում Իդայո իմ Տեր զինավորիր եկեղեցին վերևից մեղքն ու խավարը մարդկանց մեջ անչափ է շատացել միակ ճարը Սուրբ Հոգին է որ նրանց զորչման բերի այո Տեր խնդրում եմ կոտրես նրանց քարսը Տերը քո Սուրբ Հոգու սուրով եւ բժշկես խոցվածները քո անսահման սիրով ասեմ միասին վերջին անձրևներն ենք ուզում համաձայն խոսում Իդայո իմ Տեր զինավորիր եկեղեցին հոգովդ վերևից իմ Տեր վերջին անձրևներն ենք ուզում համաձայն խոսում զինավորիր եկեղեցին հոգովդ վերջին համար որպես աղոթք օգնության սիրով Աստված Հիսուսի անունով Հսպոփի առաջնորդիր ամեն տեղ մեզ հոգով Սրբիր այս իմ շրթունքները սեղանից կրակով որ նմանվեմ ես Հիսուսին լրիվ ամեն բանով ձայնդ բարձրացրու ինձ հետ վերջին